Եթե խոսում ենք ցեղասպանության մասին, ապա 21-րդ դարում դրա մաստերկլասը Աշխարհին Ալիևը ցույց տվեց։ Այնինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ին ցեղասպանություն էր, զուգորդված տեղեկատվական նոր արշավով, նոր ռազմավարությամբ, հաշվարկով, բայց նաև հատուկ զգուշավորությամբ։ Իհարկե, կատարվածին տարբեր գնահատականներ են տրվել, բայց միջազգային լեվելի մասնագետները ուղիղ են ձևակերպում Արցախի իրադարձությունը գենոցիդ էր, ցեղասպանություն։ Դրա մասին կարծրատիպային պատկերացումները երբեմն խանգարում են բարձրաձայնել եզրույթը, բայց ցեղասպանությունները միայն մասսայական ջարդեր չեն, այլ ատելության հիմքով գործողություններ էթնիկ ծագումից ելնելով։ Տարբեր մասնագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։ Այդ թվում ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից հատկապես շրջափակումը եւ դրան հաջորդող բռնի տեղահանումը, Խուան Մենդեսի կողմից, որը եղել է ցեղասպանությունների կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, առաջինը 2004 թվականին եւ բավականին լուրջ փորձագետ է համարվում, եւ Լուիս Մորենո Օկամպոն, ով եղել է միջազգային քրեական դատարանի հիմնադիր առաջին դատախազը։ Հաագայի քրեական դատարանի հիմնադիր դատախազը ժամի հետ զրույցում էլ քրեաիրավական գնահատական է տալիս, կոնկրետ Արցախում ոչ թե էթնիկ զտում է եղել, այլ հենց ցեղասպանություն։ Դա ցեղասպանություն էր համաձայն ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B կետի։ Մարդիկ հեռացել են իրենց տնից, թողել են ամեն ինչ, հոգեբանական վնաս կա, ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։ Ցեղասպանության գնահատման համար շատ կարևոր է նախ բուն հանցագործությունը, այսինքն ժողովրդի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, եւ երկրորդը դիտավորությունը։ Նրանք, որ պնդում են, թե կատարված է էթնիկ զտումը, հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այս երկրորդը դիտավորությունը ապացուցելը դժվար է։ Բայց գոնե մեզ էթնիկ հայերից լավ հայտնի են Ալիևյան ռեժիմի մտադրությունները ոչնչացնել մեզ հոգեպես ու ֆիզիկապես։ Մյուս կողմից շրջափակումն ինքնին դիտավորության վառ ապացույց է։ Իսկ ինչու Ալիևը առանց վախի ու վարանելու 21-րդ լուսավոր դարում էթնիկ հայերի դեմ նման գործողություններ կարողացավ իրականացնել։ Բռնապետի ձեռքը բռնող չեղավ։ Պարզ է, որովհետև 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը դարձյալ էթնիկ հայերի դեմ չպատժվեց։ Հատուցման պահը չեկավ, ոճրագործի խարանը միջազգային իրավունքը չդակեց Էրդողանի ու Ալիևի նախնիների ճակատին, ու անպատժելիությունը մերօրյա հանցագործությունը բերեց։ Ալիևը եւ Ալիևյան պլանավորողները, սցենարիստները կարողացել են փաթեթավորել ավելի գրագետ փաթեթներով եւ կարողացել են հասնել նույն նպատակին, այսինքն մեր ժողովրդի ոչնչացմանը իր հայրենիքում, բռնի տեղահանմանը եւ Արցախը գրավել առանց հայերի, այնպիսի մեթոդաբանությամբ, որոնք երբեմն շատերի մոտ արտաքնապես հարցեր են առաջացնում, թե արդյոք սա ցեղասպանություն է, թե ոչ։ Երկու պետություն, մեկ մտադրություն վերացնել հայկական գործոնը։ Ըստ էության 110 տարի առաջ էլ այսօր էլ չի փոխվել նրանց ազգային ձգտումն ու ձեռագիրը։ Պարզապես աշխարհը պիտի լավ իմանա, որ եթե չի վերականգնվում պատմական արդարությունը մեկ ազգի նկատմամբ, ապա ոճրագործը հասնում է նաև մյուսների շեմքին։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։